Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 1-ի երեկոյան չի եղել դեպքի վայրում եւ չի մասնակցել իր տան բակում տեղի ունեցած փոխհրաձգությանը։ Իբրև հաստատված փաստ լրագրողներին այսպիսի տեղեկություն փոխանցեց Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինդատախազ Գևորգ Կոստանյանը։ Դա փաստ է։ Դա արձանագրված է ժապավենի վրա։ Ինչպես է հնարավոր, որ մարդու տան մոտ կրակոցներ հնչեն, նա չլսի դրանք, հարցրի զինդատախազին։ Դա պայմանավորված է առանձնատան չափից, ձևից, ուղղությունից եւ բազմաթիվ այլ հանգամանքներից։ Էլ չխոսեմ, որ քնի աստիճանից։ Հիշեցնեմ, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի արդյունքում անցած շաբաթ օրը մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։ Վիրավորվել էին երկուսը՝ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը Արտակ Բուդաղյանը եւ Նիկոլայ Աբրահամյանը, ով մարզպետի ազգականն ու թիկնապահն է։ Դեպքի առիթով երկու անձի՝ Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդուն եւ 25-ամյա թիկնապահին քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սպանության դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զինամթերք գրելու մեղադրանքներ են առաջադրվել։ Զինդատախազ Կոստանյանի խոսքով գործում այս պահին այլ մեղադրյալներ ներգրավված չեն, իսկ կալանավորված մեղադրյալները Տիգրան Խաչատրյանն ու Զարզանտ Նիկողոսյանը։ Նրա հավաստմամբ նախաքննության ողջ ընթացքում կմնան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Ասեմ, որ Սյունիքի մարզպետն այս գործում իբրև վկա է ներգրավված։ Զինդատախազը չբացառեց, որ նախաքննության ընթացքում կարող է հերքվել վարկածը, որ Ավետիք Բուդաղյանին հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է սպանել։ Մինչև նախաքննության ավարտը ցանկացած հնարավորություն կա։ Դա պայմանավորված է գործով ձեռք բերված ապացույցների համադրման եւ գնահատման արդյունքից։ Գևորգ Կոստանյանն այսօր նաև մեկնաբանեց Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածը։ Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ տեղի է ունեցել զինված հարձակում կոնկրետ անձի կողմից, ըստ երևույթին խոսքը սպանված Ավետիք Բուդաղյանի մասին է։ Ապա փոխհրաձգություն, իսկ շարժառիթները նրա խոսքով այժմ ճշտվում են։ Քննությունը ցույց կտա նախապես պայմանավորվածության, թե հանկարծակի ծագած անհրաժեշտությամբ պայմանավորված էր այդ հարձակումը, դա քննությունը ցույց կտա։ Գուցե զանգել կանչել այդպիսի վարկածը։ Գուցե քննությունը ցույց կտա։ Իսկ Սյունիքի մարզպետի տնից առգրավված զինամթերքը, որն ըստ նախաքննության մարմնի ապօրինի է եղել։ Մենք այս մեր երկու մեղադրյալներին մեղադրանք ենք առաջադրել նաև ապօրինի զինամթերք կրելու եւ պահելու համար, բայց դա չի նշանակում, որ այդ զինամթերքը ընդհանրապես որևէ այլ անձի մոտ չէր կարող լինել օրինական հիմքով։ Այսինքն Սուրիկ Խաչատրյանի մոտ դա օրինական հիմքով կարող է գտնվել։ Կարող է։ Քննությունը կպարզի։ Չգիտենք դա իրքն է, թե իրը չի, բայց քննությունը կպարզի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները իրենց վերագրվող ապօրինի արարքների համար մինչև այժմ չեն պատժվել, կարող է նույն պատմությունը այս անգամ էլ կրկնվել։ Հնչած հարցին ի պատասխան զինդատախազը հավաստիացրեց, որ այս գործի քննությունը վարողները որևէ կաշկանդվածություն չունեն։ Քաղաքական կամ որևէ այլ ներբերանգները չեն կարող ազդել նախաքննության օբյեկտիվության եւ բազմակողմանիության վրա, այլև որևէ կաշկանդվածությունը, թե քննիչի, թե դատախազի, թե իմ եւ թե հետագայում նաեւ դատարանի կողմից ուղղակիորեն կարող ենք համարել անբարոյական վարքագիծ։